techno ou question de la presse. Եվ առաջին հարցը ֆրանսիական կողմից. Première question de la partie française. Bonjour, Anya Nussbaum. Բարև ձեզ, Անյա Նյուզբոն, բարև ձեզ պարոն նախագահ, բարև ձեզ պարոն վարչապետ, երկկողմ հարաբերություններից առաջ ցանկանում եմ իմանալ այսօր Հորմուզի ծոցում ինչ է տեղի ունեցել ԱԹՍ-ների հարվածների հետ կապված, դուք խոսել եք նաև Իրանի նախագահի հետ, ինչպիսի ուղերձ ունեք Թեհրանի համար եւ ֆրանսիացիների համար, արդյոք տնտեսական ճգնաժամ կարող է տեղի ունենալ, կուզենայի նաև ավելացնել մի քանի րոպե առաջ Տիկին Վանդեր Լայենն ասում էր, որ Թրամփի մաքսային այդ սպառնալիքների դեմ պետք է հավաքվել սեղանի շուրջ, կարծում եք, որ պետք է հատուկ ինչ-որ հարկադիր գործիք կիրառել դիմակայելու համար Թրամփի սպառնալիքներին, շնորհակալություն։ Առաջ երկրորդ հարցի առումով Տիկին Վանդեր Լայենը արդեն պատասխանել է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի լինի արդար եւ ազատ առևտուր եւ ըստ կանոնակարգերի եւ համաձայնագրերի պետք է ուրեմն հարգել ստորագրված համաձայնագրերը, եթե դրանք կասկածատակ են առնվում կամ եթե որևէ երկիր պետք է սպառնալիքներ ունենա այդ դեպքում պետք է Եվրոմիությունը մի չմտի։ Այո, ամեն ինչ սեղանին է դրված եւ ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները, ինչպես ԱՄՆ եւ Եվրոմիությունը, այլ անելիքներ ունեն, կամ փորձեն ապակայունացնել իրավիճակը։ Մեր ընկերությունները, մեր ընտանիքները, մեր բնակչությունները կարիք ունեն կայունության ուղերձի, վստահության ուղերձի։ Այո, ամեն ինչ սեղանին է, բայց հուսանք, որ խոհամտությունը նորից կվերադառնա եւ խոհամիտ կլինի, որպեսզի ամեն ինչ լինի ներդաշնակ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ, չեմ կարող ասել, թե ինչ եմ իրեն ասելու, բայց Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի, մենք կոչ ենք անում բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, դիվանագիտական բանակցությունների մեկնարկին եւ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին, երեք ես դատապարտել եմ Էմիրական միությունների նկատմամբ հարձակումը եւ որպեսզի վերականգնվի նավարկելի ճանապարհները։ Այո, պետք է Հորմուզի ծոցը բացվի բոլոր ուրեմն նավերի համար եւ առանց որևէ վճարումների եւ հարկադիր միջոցների եւ ցանկացած էսկալացիա ընդհանրապես բոլոր երկրների եւ նավերի դեմ սխալ է, որը գալիս է ավելի լարվածություն ավելացնելու այս իրավիճակում։ Ես այսպիսի ուղերձ եմ հղելու նրան եւ այսպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Հայկական կողմից question suivante de la partie Arménie. Հանրային հեռուստաընկերություն։ Պարոն վարչապետ, քիչ առաջ ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ինչ հնարավորություններ է այն ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ գործակցության ինչ նոր ոլորտներ է բացում։ Շնորհակալություն։ Գործնականում մեր հարաբերություններում շատ լայն օրակարգ ունենք հաստատված եւ ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ընդգծում է նախ արկա իրավիճակը եւ այդ արկա իրավիճակը առավել արդյունավետ օգտագործելու եւ առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում եւ նաեւ ամենակարևոր հանգամանքը հնարավորությունը ի վերջո բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկա են բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի
մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Եվս մեկ հարց ֆրանսիական կողմից, encore une question de la partie français. Բարև ձեզ, պարոն նախագահ, բարև ձեզ, պարոն վարչապետ, Ռադիո Ֆրանս, պարոն վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ։ Ձեր կարծիքով մինչև ուր դուք կարող եք գնալ Եվրոմիության հետ մերձեցման առումով, նույն մակարդակին հասնելու Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններում եւ արդյոք հնարավոր է ինտեգրել Եվրոմիությունը, այ դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, արդյոք դուք աջակցում եք այստեղ Երևանում վարչապետին ընտրություններից 1 ամիս առաջ, արդյոք ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ, շնորհակալություն։ Առաջին հարցին ես պատասխանել եմ 2000 եթե չեմ սխալվում 23 թվականին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի։ Pour ce qui me concerne, il faut distinguer ce qui sont des ingérences qui manipulent l'information. Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով, քաղաքական ստանձնվող որոշումներով եւ դիրքորոշումով։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես անում եմ, արել եմ Մայա Սանդուի աջակցելով, Մայա Սանդու, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն եւ ես ստանձնում եմ լիովին այս որոշումը, այսինքն պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները գալով այստեղ, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, այդ տեղեկատվության մանիպուլյացիան, ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է եւ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ պետության ղեկավարներ աջակցել են, գնացել են աջակցելու Մոլդովային, չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է եւ ի հակառակ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ հաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում, ահա այդ տարբերությունը կարևոր է դա հիշել։ Եվ վերջին հարցը հայկական ԶԼՄ-ներից, dernière question de Média Arménie Chant. Պարոն նախագահ, ինչպես է գնահատում Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու քաղաքականությունը եւ երբ խոսում եք ուժեղ Եվրոպայի մասին, արդյոք այդ Եվրոպայի մաս ապագայում տեսնում եք նաեւ Հայաստանին։ Շնորհակալություն։ Oui. Այո։ Եվ կարծում եմ, որ սա ճիշտ ընտրություն է, ես փորձեցի դա քիչ առաջ բացատրել, կասեմ թե ինչու։ Երբ 22 թվականի գարնանը մենք առաջարկեցինք, երբ առաջին անգամ 22 թվականի աշնանը ժողով կազմակերպել հենց Պրահայում, որը որքան կարևոր էր եւ վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիևը մասնակցեցին, ես համարում եմ, որ Եվրոպան պետք է գոյություն ունենա պատմական եւ աշխարհագրական շրջանակում եւ ոչ միայն ինստիտուցիոնալ շրջանակներում։ Բնականաբար Եվրոմիությունը կարևոր դեր է խաղում, երբ խոսում ենք Եվրոպայի մասին, իր հզորությամբ, իր բարդությամբ, իր ինտեգրացիայի աստիճանով, բայց սրանով չի սահմանվում ամեն ինչ։ Եվրոպան դա աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն, այսօր մենք առավոտյան տեսանք եւ խոսում էինք պատվիրակության հետ, որոնք ինձ հետ այցելեցին Մատենադարան, այսինքն այս պատմությունը տեսնելով Հայաստանի, մենք կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի, քրիստոնեության իր դերով,
իր ուրեմն պատմությամբ եւ եվրոպական քաղաքական համայնքը դա հենց այդ մեծ Եվրոպայի մայրցամաքի ճանաչումն է եւ եթե համարենք որ այն փաստը որ Իսլանդիայից մինչեւ Ադրբեջան եւ Հայաստան կա ինչ-որ բան եւ մենք պետք է կառուցենք այստեղ ընդհանուր հիմքեր ես համոզված եմ որ երբ մենք խոսում ենք պաշտպանության, անվտանգության, թրաֆիկինգի դեմ պայքարի, միգրացիայի, էներգիայի մասին եւ ժողովրդավարական տարածքների պաշտպանության մասին այստեղ ամբողջ իմաստը կա այդ եվրոպական համայնքի որովհետեւ մեր տարածաշրջանները զոհ են դարձել կայսրությունների եւ դուք գիտեք հարավային Կովկասը ինչպիսի պատմությունների միջով է անցել եւ Եվրոպայի կառուցմամբ արևմտյան Եվրոպան կարծես իմունիտետ է ձեռք բերել այդ ամենի դեմ 90 թվականներից ի վեր նա թույլ տվեց նաեւ կենտրոնական Եվրոպայի երկրներին միանալ այդ պատմությանը եւ այժմ սա ընդհանուր էմանսիպացիա է եւ հիմա արդյոք պետք է լինի անպայման ինտեգրացիա կամ ասենք ընդլայնում Եվրոմիության չգիտեմ վստահ չեմ դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից եւ սա շատ պահանջկոտ գործընթաց է ես վստահ եմ որ մենք չպետք է սպասենք դրան այսինքն հենց այս պահից հաշվի առնելով աշխարհում իրավիճակը գործել եւ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին մենք կառուցեցինք մեծ Եվրոպան իրական առումով եւ Հայաստանը հենց այդ ճանապարհն է անցել ինչ է Եվրոպան որը ընդունի, որ ասենք կայսրությունները իրար մեջ բաժանեն հարավային Կովկասը։ Սա չէ Եվրոպան։ Եվ նույն ձևով ո՞րն է Հայաստանի ապագան, եթե ոչ եվրոպական ապագա, սա միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռություն։ Եվրոպան դա ընդհանուր ծրագիր է։ Երեք մենք 47 հոգի ենք սեղանի շուրջ ամեն մեկը ուներ նույն ժամանակը խոսքի համար արտահայտվելու համար եւ սա այդ եվրոպական դնթն է որը հարգում է մյուսներին չի փորձում մյուսներին հնազանդեցնել լինել դոմինանտ դա վասալի տրամաբանություն չէ որը այդպեսին էր անցյալում այսինքն Եվրոպան դա այն ծրագիրը չէ որ մյուսներին կանչում է պարտադրելով թե ինչ պետք է անել եւ այս առումով ես կարծում եմ որ այո շատ նպաստելի է Հայաստանի համար հաշվի առնելով ժողովրդավարության եւ խաղաղության ընտրությունը ինչը նա ընտրել է այս որոշումը